Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարցի պատասխանը ունեք, լավ, ինչու են այսպես փորձել կոծկել եւ երեք ինչու են այդպես պաշտպանում։ Մենք որպես լրագրողներ բազմիցս ականատես ենք եղել, թե օրինակ մի կծու-թթու ստատուսի համար, թե ինչպես կարող են մարդկանց փռել ասֆալտին, իսկ երեք փաստաբաններից, հարազատներից եւ լրագրողից պաշտպանում էին ոստիկանները մանկապիղծներին։ Ծառերի փշերի միջով անցկացնում էին, միայն թե դեմքը չնկատեն։ Ժողովուրդ, դուք պատկերացնում եք, մենք հիմա ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք մանկապիղծների մասին, ու մենք խոսում ենք, թե ինչի այս մարդիկ մինչև հիմա կալանավորված չեն, այն պարագայում, երբ մենք ունենք ընդամենը մեկ գրառման համար կալանավորված սրբազան։ Հիմա սրա պատասխանը մեզ ով է տալու, հասարակությանը ով է տալու, ինչի են պահում այս մանկապիղծներին, ես չգիտեմ ինչի են պահում, բայց այն, որ այս մանկապիղծները հատուկ արտոնյալ կարգավիճակներից են օգտվում, դա միանշանակ է, այդ մարդիկ իրանց ոտքով մարդկանց բերեցին, ընդունեցի, հրավիրեցին ոստիկանություն, ես բռնությանը դեմ եմ, ես չեմ ասում, որ մարդիկ պետք է բռնության ենթարկվեն, ես չեմ ասում, որ մարդկանց տենց իրանց սիրած բառերով, ասֆալտին փռելով պետք է տանեն բերում, Դավիթ Մինասյանին ոնց են տարել, մարդիկ եկան, հետո էլ գնացին, այսինքն այդպես, Դավիթն էլ այդ ժամանակ կարգավիճակ չուներ, երբ որ Դավիթը ձեռնաշղթաներով գլուխը կպցրել էին գետնին ու Դավիթին տանում էին, ինչի մասին է խոսքը, հիմա դուք ասեք, համեմատությունը լավա դուք եք վերում, այս մարդկանց նկատմամբ, լավ մեղմ ասեմ, լավ վերաբերմունք կա թե չկա, չգիտեմ, պատճառները երևի թե իրենք մեզ պետք է ասեն, ինչ վերաբերվում է քննչական կոմիտեի հայտարարությանը, ոնց կարելի է այս գործով, երբ այս գործերով նախաքննությունը գաղտնի է, դատական նիստ եթե լինում է, դա դռնփակ է, անձնական կյանքին վերաբերվող, անչափահաս երեխաների անձնական կյանքին վերաբերվող այդ տեղեկատվությունը այդ աշճանի բացահայտ տալ, ոնց կարելի է, որ հանկարծ այս երեխեքը հանկարծ գնան ինքնասպանության փորձ անեն, դուք պատկերացնում եք մենք ինչի դիմաց ենք կանգնելու, երեխեքը էլ փողոցե դուրս չեն գալիս, երեխեքը իրանց տներում չեն ապրում, երեխեքը ապրում են ցակ ու ցրիվ, ամեն մեկը մի տեղ են տարել հարազատներ ապրում, այս երեխեքի նկատմամբ մինչև հիմա ոչ մի հատ հոգեբան է մոտեցել աշխատել, երեք մեզ նոր ասում են կարող է երեխեքը ուզենան իրանց տեղավորենք ինչ-որ խնամքի կենտրոնում, այդ ինչի մենք նոր պետք է բարձրաձայնենք մտածեիք, որ կարելի էր այս ընտանիքին կամ երեխեքին տանել խնամքի կենտրոն, այսինքն Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի գործել, իհարկե չի գործել, Վեդու համայնքապետը իր ինքը չի ղեկավարը, իր ղեկավարման տակ չեն գտնվում խնամակալության հոգաբարձության մարմին, այո, բոլոր իմաստով, ինչով է գործել, Վեդու համայնքապետը լավ գրառումներ է կատարում մենակ այն բաների, 18 տարեկան երեխեքի մասով, որ դոլե խուլիգանչիկը էդ էր, որ խորհուրդը եւ ասում է, որ վերջի զանգը երեխեն անպայման անցակացնելու բանում, բերդում է անցկացնելու, չարախնդում են, ոչ ինքն է դատապարտել, ոչ մարզպետը, ոչ ՄԻՊ-ը, ինչի պետական որ այրերը, քննչական մարմինների, որտեղ կրթության վարչության պետը խոսել է, ինքը հերքումը հետո զանգել է ինձ ներողությունը խնդրելու, ասել է, որ ես սխալ եմ հասկացել, իրականում Մասիսում էլ եղել է այդպիսի մի դեպք, վերջնական երևի ինչ-որ ակտ չի եղել, ինքը ասում է, ես դա եմ հետքել, ես Վեդու դեպքը տեղյակ եմ հանգամանորեն եւ ես ընդունում եմ, այո դու ճիշտ ես ինչ ասում ես, այդ թվում անպատասխանատու լինելու առումով պաշտոնյաներին։ Հիմա դուք պատասխանում եք կարգավիճակ ունեն հիմա այդ համարսիկ, երբ որ ասում եք բարերար, կոնկրետ ով է մտել է իրենց ընտանիք դուրս է եկել, շփում ինչպես է։ Բոլոր տղամարդիկ ունեն վկայի կարգավիճակ, ամենայն դեպս մինչև 3 ունեին վկայի կարգավիճակ, այսօր եթե կարգավիճակը փոխված լիներ, բնականաբար տեղեկացված կլինեինք, ընդամենը նոր կարդացի գլխավոր դատախազի հաղորդագրությունը, որ գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում եւ շատ կարճ ժամանակահատվածում նրանք կունենան ծանր խափանման միջոց, բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ կարծում եմ, որ անմիջապես դրա մասին կտեղեկացնեին մեզ, դա հրատապ գործողությունների շարքից էր, հասկացեք, 3 ինչը որ տեղի ունեցավ, անմիջապես արդեն այդ որոշումները պետք է կայացված լիներ,
Այդ 3 եմ ասում, բայց այս որոշումը եթե կայացված լիներ փետրվարի 12-ին, ես էլի եմ կրկնում, մենք չէինք ունենա 17 տարեկան աղջկա դեպքը։ Փետրվարի 12-ին եթե իրանք աշխատած լինեին, երեք մենք ենք այդ հարցը բարձրացրել։ Ձեր օպերատիվ բլոկը որտեղ է, դուք ընդհանրապես այդ տեղեկատվությանը տիրապետում եք, թե ինչա կատարվում հիմա։ Ես վստահ եմ, որ իրանք տեղեկատվությանը չեն տիրապետում, ասում են բարերարն էլ երեք եկավ, շատ նենց հպարտ դեմքով մտավ, հետո ինչ-որ հարցազրույց ա տվել նաև Սյուզիին ու Հայկին, իհարկե դեռ չեն դրել, կարծես թե չեմ լսել, բայց բարերարի վերաբերյալ, այդ մենք ենք առաջի օրից ասում ենք, մենք կասկածներ ունենք, բարերարի վերաբերյալ մի հատ դատալեքս տեղեկատվական համակարգով խփեին տեսնեին, ով է բարերարը իրանից ինչ ա ներկայացնում, նյութապես անապահով մարդը կարա բարերար լինի, ըստ ձեզ, թե չի կարա լինի, դատալեքս տեղեկատվական համակարգում այդ մարդու վերաբերյալ այսքան նյութ կա, մի հատ քրեական վարույթ ա եղել 15 թվականին, 16 տարեկան չէ, հիմա ես ասեմ ձեզ այնպես, ինչպես որ կա։ Այո։ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը։ Նորտը դատապարտվել է, թեպետ պայմանական։ Այո, բարերարի նկատմամբ կան քաղաքացիական գործեր 15 թվական, 23 թվական, 15 թվական, 17 թվական, 15 թվական, 15 թվական, բոլորը գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական վերջի գործը, որ ձեռքից տակա, լրիվ չեմ հասցրել նայեմ, 23 թվականին յուքոմը 60,000 դրամ պարտքն է ուզում բարերարից։ Այո, բարերարի կարգավիճակում է ներս ու դուրս արել, ընտանիքին որոշակի սնունդով օգնություն երեխեքն են ընդունում, հարազատներն են ընդունում, գրենական պիտույքներ առել, չգիտեմ ինչա, մակարոն բան, տենց բաներ, ինչ որ նյութական օգնություններ ա բերել, նպատակը որն ա եղել